Եվ Բելնեբրովթն ասաց. Ես եմ միահեծյալ Աստված եւ իմ կամքն է զի ամենայն մարդիկ երկրպագեն ինձ։ Եվ Հայկն պատասխանեց եւ ասաց. Երբեք դու մարդ ես եւ ոչ Աստված եւ քո խոսքն հպարտություն է։ Ես չեմ երկրպագի քեզ եւ չեմ ծառայիլ քո բռնության, քանզի ազատ ծնունդ ունեմ եւ ազատ կամք։ Այս տողերով է սկսվում Հայկ Նահապետի պատմությունը։ Մովսես Թորենացին իր հայոց պատմությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Համաձայն Աստվածաշնչի Հայկը Հաբեթի սերունդներից էր եւ այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոստյան Հայկ։ Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստպազուկներով։ Հայկ թագավորի կյանքի հայտնի դրվագներից են ռապատերազմը Բաբելոնյան առաջնորդ Փելիդեն, Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Փիտանյան։ Փելը ինքն իրեն հռչակում է աշխարհահակալ եւ պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելին քնակոչ իշխանությունը։ Բաբելոնում իր անդրանիկ զավակի Արամանյակի ծնվելուց հետո Հայկը 300 այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայկ։ Հայրենիք։ Ժամանելուն պես Հայկը բնակություն է հաստատում Թուրուբերանի Հարկ գավառում։ Հարկ անունը մեկնաբանվում է որպես հայրեր։ Այդ ընթացքում Բելը դառնալով Ասորեստանի տիրակալ մեծ բանակով ներխուժում է Հայկ։ Հայկի թոռ Կադմոսը, որը բնակություն էր հաստատել հայկական լեռնաշխարհի հարավում, Քորչայքում, Արարատ լեռան ստորոտում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով եւ թոռներով Հայկաշենից մեկնում է։ Բանա լճի հյուսիսային ափիեզր, Հայկը եւ Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմյանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է Եռանկյունաձև գետի հյուսիսային աջափին, աջից եւ ձախից տեղադրելով իր ավագ որդուն եւ թոռանը Արամանյակին եւ Կադմոսին։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը եւ հարձակվել Հայկի եւ իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետևում է մարտին։ Ճակատամարտի ամենաթեժ պահին Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը եւ եռաթև նետով նետահարում է նրան։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով եւ մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը, նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։ Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Այդ ամրոցի մնացորդները պահպանվել են մինչ օրս։ Այս հաղթանակից հետո ապրելով երկար տարիներ Հայկը համբարձվում է երկինք եւ դառնում Օրիոն համաստեղությունը, որը հայերը անվանում են Հայկի համաստեղություն։